Բարև ձեզ հարգելի ընկերներ, երեք այդ պատերազմով շանտաժից հետո քաղաքական գործիչներ են ելույթ ունենում, պատերազմով է պետության ղեկավարը շանտաժանում եւ այլն, նրան լեգիտիմացնողներն են խորհրդանում ելույթ ունենում, բայց իրականում դա այդպես չի, նա պետության ղեկավարը չէ, հենց ամբողջ խնդրը նրանում է, որ նա ոչ թե պետության ղեկավարն է, պետության իշխանությունը, ցանկացած դեպքում, քանի որ պետության, Հայաստանի պետության խորհրդարանական պետության միակ իշխանությունը խորհրդարանն է եւ նա զուտ նշանակված գործակատար է։ Բայց նույնիսկ դա էլ չէ, հասկանում եք։ Նա իր տիրոջ ադրբեջանա-թուրքական աշխարհի ստրուկն է։ Ստրուկը, որին խոստացված է, եթե ինքը ամբողջ ազգը եւ պետությունը տանի ստրկացման եւ ինքը իրեն այդպես պահում է, կդառնա ստրուկների վերակացու։ Այսինքն խաղաղության քարոզը իրականում ստրկության եւ հարճության քարոզ է։ Ինչպես Արցախում խաղաղություն է գերեզման հայի, հայ չկա խաղաղ է, այնպես էլ Հայաստանում կամ ձեզ խելոք կպահեք հարճի եւ ստրուկի նման մտրակի տակ եւ կլինեն ստրկատիրական նորմալ հարաբերություններ, ստրկատիրոջ եւ իր նշանակած վերակացուի մտրակի տակ, իսկ ամենադաժան վերակացուն դա վերակացու դարձած ստրուկն է, քանի երբ որ ազատ մարդն է դառնում վերակացու, միշտ ավելի խղճով է եղել, իսկ սա նսեմացած, վրա միզած ամեն դիրքով նսեմացած ստրուկ է, որը երդվել է, որ ձեզ տանելու է ստրկության եւ հարճության, որպեսզի վերակացուի մտրակը իրեն տան։ Կողմնորոշվեք իրականության մեջ։ Իսկ Հայաստանի իրականության մեջ այս ամենին հասել են 21 թվի կապիտուլյանտի հետ պայմանավորված ելքով, կազմակերպված ընտրություններով։ Հակաքաղաքակրթական հանցագործության հետևանքով, չլսված հանցագործության, որը մեր ազգը նսեմացրել է, պետությանը կրճատել է, մենք ընդունել ենք մեր հանձնումն ենք ընդունել, իսկ հիմա մեզ տանում են ընտրության, որպեսզի մենք ընդունենք մեր ճորտացումն ու սրկացումը թուրքի ոտի տակ եւ իր նշանակած ստրկատիրոջ նշանակած վերակացուի մտրակի տակ։ Եվ այս ընտրությունները, եթե նույնիսկ ունենային 5% հնարավորություն, որ Նիկոլը վերընտրվի, հնարավոր չէր գնալ, որովհետև գոյաբանական թշնամու հետ ընտրություն կազմակերպելը հանցագործություն է։ Եթե նույնիսկ 5% հնարավորություն ունել, որ ինքը ընտրվելու է, իսկ հիմա չկա նույնիսկ այդ 5% հավանականությունը, որ նա չի ընտրվելու։ Եվ միակ եղանակը սենանից ազատվելու էլի գնացեք ընտրության, բայց առանց Նիկոլի, որը միշտ հնարավոր է եղել, լուծարելով Հայաստանի միակ իրական իշխանությունը, որը կալաբրացիոնիստական այս պահին կազմված թշնամական ուժի հետ, որը ընտրել է գործակատարին եւ այս ամեն process-ների համար 5-րդ տարին է ապահովել է քաղաքական ճգնաժամի բացակայություն եւ կանաչ լույս դավաճանության համար։ Միակ շանսը Քոչարյան, վերջը շատ վատ է լինելու։ Դա ես չեմ անելու, դա քաղաքակրթական օրենք է։ Եվ եթե քեզ թվում է, թե դու դաշնակցությանը կարող ես ինչ-որ մի բան կառավարել, ավելի լավ է սառը ցնցող ընդունեք։ Պարոն, Արցախի Հայաստանի նախագահ, որը որ Արցախի կապիտուլյացիան եւ Հայաստանի կապիտուլյացիան կազմակերպողի հետ գնում է ընտրության։ Վայր դրեք մանդատները, ավելի ճիշտ է իմպիչմենտ ստեղծեք։ Չգիտեմ այդ ձեր Սերժի եւ այդ կոտորածները իրար նկատմամբ այդ, որ վաղը մյուս օր գնաք ասեք, էս մեկն է մեղավոր, նա ասի դուք եք մեղավոր, պարտության մեջ նա ասի դուք եք մեղավոր, իրար վրա գցեք, վերջում էլ ասեք ժողովուրդն է մեղավոր, գնաց, ընտրեց սրան։ Կազմակերպեք 20-25 հոգի չեն անցնելու հաջորդ խորհրդան քեմալիստներից, ուղարկեք դատախազություն եւ ահացի ինչ-որ շուտվանից եւ անհրաժեշտ էր եւ անպայման դուք պարտավոր եք առածներ հանցագործության դավաճանության մասին բոլոր հոդվածներով դիմումներ ֆրակցիաների անունից
Ուլտիմատում դրեք քեմալիստների առաջ 1 օր ժամանակ տվեք, որ ստորագրեն Նիկոլի հեռացումը եւ նոր վարչապետի ընտրությունը։ Հակառակ դեպքում դուրս եկեք փողոց, ստեղծեք քաղաքական ճգնաժամ, վայր դրեք մանդատները եւ հեռացրեք սրան։ Հայաստանի կործանումը ձեր վզին է մնալու։